Արսեն Նազինյանի և ձեր միջև հեռակա մենամարտը։ Նազինյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ փորձում էին պարտադրել, որ ստորագրեն 87 միլիոն դրամի խախտման ակտի տակ։ Եվ նա հայտարարել է, որ ապացույցներ ինչ կարող եք ասել։ Ոչ մի բան, կարծեմ մենք մեր կայքում մանրամասն հանգամանալից պատասխանել ենք։ Երբում եք, որ այդպիսի բաներ Ես կրկնեմ, մեր կայքում մանրամասն պարզաբանումը տրված է։ Որպեսզի հարցազրույց անենք, ոչ թե որ դուք ուղղում եք կայքին։ Դուք երգում եք, որ նման բան է եղել։ Ես էլ ձեզ պատասխանում եմ, մանրամասն պատասխանը կայքում տեղադրված է։ Եվ նաև ես առաջարկել էի, որ հարցում անեք, որպեսզի ձեզ համար որևէ մութ տեղ չմնա, հարցում չստացանք, բայց այնուամենայնիվ կայքում տեղադրել ենք։ Հիանալի է։ Դուք որպես առողջապահության նախարար, եթե իսկապես Սուրեն Նազանյանը 87 միլիոն դրամի խախտում է արել, այս մի քանի տարիների ընթացքում ինչու՞ չեն կալանավորել Սուրեն Նազանյանը։ Հարգելիս, ես պատասխանել եմ հարցին, այլևս ավելացնելու ոչինչ չունեմ։ Պատասխանել եմ։ Եվ առանց հարցմանել մանրամասն պատասխանել եմ, այլևս այդ շահարկումներին, ստահոդ պնդումներին ավելացնելու որևէ միտք ցանկություն չունեմ։ Նորից կրկնել նույն պատասխանը ինձ թվում է չարժի։ Ինչով եք պայմանավորում ձեր եւ տվյալ անձի միջև արկա լարվածությունը, աշխատանքային է, միջանձնային է, ինչով պայմանավորվում։ Ես որևէ մեկի նկատմամբ չունեմ լարվածություն, այդ թվում նաեւ պարոն Նազինյանի, թե ինքը ինչ ունի լարվածություն, թե ոչ լարվածություն տեղյակ չեմ։ Այս ընթացքում հաճախակի այս տարիներին ինչ որ դուք արեցիք Ավանեսյան, տարբեր անձանց հետ այդ լարվածությունը եղավ, հա, ձեր տեղակալների, Ծաղիկ Վարդանյանի, իմ մարդկանցի կարող եմ նշել, որոնք որ Արտակ Մանուկյանի, այսինքն ինչ-որ տնօրենների դուք ազատեցիք, հետո նրանք դիմեցին դատարաններ, հաղթեցին, վիճարկեցին ձեր ազատում ընտրում, վերականգնվեցին, հետո ինչ-որ ինչ-որ հանգամանքներ ձելել ելի այնպիսի պայմաններ ստացվեցիք, այդ մարդը ստիպված եղան աշխատել դուրս վճարեց պետությունը դրա դիմաց։ Ես կարծում եմ ձեր նկարագրածը ճիշտ ցուցիչ է, որ մեր համակարգում իսկապես բարեփոխումներ են լինում, իսկ բարեփոխումների շրջանակներում չեն կարող չլինել փոփոխություններ եւ չի կարող լինել, որ այն մարդիկ, ովքեր որ այդ համակարգի մաս էին կազմում եւ մեր պատկերացումով չեն բավարարում մեր դրած չափանիշներին եւ չեն օգնում մեր բարեփոխումների իրականացմանը, այո, փոխվել են եւ իհարկե իրենք դրանից գոհ չեն, երջանիկ չեն, դա լրիվ նորմալ հասկանում եմ։ Տեսեք, եթե ներողություն եմ խնդրում, առողջապահական ոլորտի ուրեմն բարեփոխումները եւ համակարգային փոփոխությունները, այդ թվում նաեւ կադրային համակարգային փոփոխությունները մշտապես իմ օրակարգում է, ինչպես եղել է, այնպես էլ շարունակվելու են։ Ես ասեմ, որ առաջիկայում էլ եւ վստահ եմ ունենալու ենք թե ազատումներ, թե փոփոխություններ եւ ընդհանուր առմամբ մեր չափորոշիչներն ու նշաձողը քանի գնա բարձրանալու է մեր կադրերի նկատմամբ։ Անեք Զեյնալյանի Գրիգոր Լուսավորիչի տնօրեն նշանակվել է այդ բարեփոխումների շրջանակում տեղավորվում, որովհետեւ հերթական մանդատից կամ այդ պաշտոնից ազատվածը մեկ այլ կիսամասնավոր կամ չգիտեմ ոչ ուղիղ կառավարության կառավարության ստորաբաժանում պաշտոնի նշանակվեց, ընդ որում բարձր աշխատավարձով։ Ու նաև մամուլը քանչից գրեց, որ դուք այնտեղ ուզեցել եք ձեր մարդկանց տեղավորել օրինակ աշխատակազմը, ղեկավար կամ այլ պաշտոնների չի ստացվել, մի աղջկա մասն է դուրսում, որ արդեն գնումների համառության մեկներ ու դիմադրել են չեն ցանկացել ինչ է կանալ։ Դե կուզեմ կողմնորոշվեք հիմա ես իմ մարդկանց նշանակում եմ, թե չեմ նշանակում, խնդիրը ինչու՞մն է, չէ, երկու վայրկյան առաջ ասում եք վայ ստացվում է ձեր ուզած մարդկանց եք նշանակում։ Հիմա նորից ես կրկնեմ, որ ինձ համար կադրային քաղաքականությունը, ինչպես եղել է համակարգը փոխելու կարևոր գործոններից մեկը, այնպես էլ շարունակելու է մնալ, ես եթե կարելի է ավարտեմ։ Տեսեք, ընդհանուր առմամբ գիտեք,
տնօրեն լինելու եւ կառուցվածքային առումով նաեւ տնօրենի գործառույթները բաժանելու մասով չենք սահմանափակում միայն անձանց փոփոխություններով եւ առաջիկայում նաեւ ներկայացրել ենք օրենքի նախագիծ, որով որ տնօրենների նկատմամբ բժշկական կրթության պարտադիր լինելու հարցն է վերանայվում եւ մեր խորին համոզմամբ եւ նաեւ միջազգային փորձն ու այլ երկրների արդեն հաջողության պատմությունները ցույց են տալի, որ բժշկական կենտրոնների կառավարման ֆինանսական հատվածը, օպերացիոն հատվածը, ոչ վիրահատական, այլ պրոցեսների կառավարման հատվածը եւ զուտ մասնագիտական բուժական հատվածը պետք է որոշակիորեն տարանջատվի եւ ըստ էության դրանով նաև մենք համակարգային փոփոխություն կմտցնենք ընդհանուր կառավարման մեջ, առաջիկայում նաև այդ կիրականացնենք։ Դե այն մարդը դեռ նոր է նշանակվել, դեռ չունեմ գոհ լինելու կամ դժգոհ լինելու առիթ։ Ինձ թվում է պետք է թույլ տանք, որ աշխատի։ Ընդհանրապես ես որպես հիմնադիր ես եմ նշանակում բժշկական կենտրոնների տնօրեններին միանշանակ։ Զեյնալյանը աշխատանքի առողջապահության հանձնաժողովի նախագահն է, այո, նրա տեղակալը Լուսինե Բադալյանն է, ով եւս մամուլի հրապարակումների համաձայն ասում էր, որ պատրաստվում է մանդատը վայր դնել։ Եթե այդպիսի բան տեղի ունենա, նրան որ բուժ հաստատության տնօրեն կպատկերացնեք։ Ես կարծում եմ Տիկին Բադալյանը նման բան չի արել, չունի, դե կապրենք, կտեսնենք, կդնի մանդատը թե ոչ, ես նման լուրերի տեղյակ չեմ։ Տիկին Ավանեսյան, դուք Նկատի ունեմ իր կերպարը, որ բուժ հաստատությանը կհամապատասխանի։ Ես պատասխանեցի